Շաբաթվա սկզբին մեկնարկեցին ազգային ժողովի հերթական նիստերը, օրակարգում 26 հարց էր, մի մասը քննարկման հատուկ ընթացակարգով։ Գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել քաղաքացիական ծառայության մասին օրենքում ու հարակից մի շարք օրենքների նախագծերում, որոնցով նախատեսվում են կարևոր փոփոխություններ երկու հիմնական ուղղություններով։ Դեռևս 2023 թվականին կատարված փոփոխություններով աշխատանքային օրենսգրքից հանվել է տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը։ Արդյունքում 2023 թվականի հուլիսի 30-ից սկսած աշխատանքային հարաբերություններն այլևս չեն կարող դադարեցվել աշխատողի տարիքի հիմքով։ Այդ է պատճառը, որ կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկան տարիքային սահմանափակումը։ Արդյունքում աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն պայմանավորված անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով եւ արդյունքային գործունեությամբ։ Հիմք է ընդունվել այս փոփոխության համար նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 24-40 թվականների ռազմավարությունը, որով նախատեսված նպատակներից է ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ եւ վերջիններիս ներուժի իրացման հնարավորությամբ։ Իսկ ինչ վերաբերում է փոփոխությունների երկրորդ ուղղությանը, ապա նախագծերի փաթեթով նախատեսվում է հնարավորություն ստեղծել պետական աշխատողների որոշակի խմբերի համար դառնալ խնամատար ծնող եւ դրա համար ստանալ համապատասխան վարձատրություն, եթե այլ օրենքով կամ սահմանադրությամբ նման սահմանափակում նախատեսված չէ։ Նախագիծը խորհրդարանը քննարկեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով, այն ընդունվեց ամբողջությամբ։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին օրենքում եւ ուժը կորցրած ճանաչել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը։ Դեռևս 2024-ին ազգային ժողովն ընդունել էր բարձր տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու մասին կարգավորումները, որոնք ուժի մեջ էին մտել 2025-ի սկզբից։ Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ IT ընկերություններ ստացել են այդ աջակցությունը իրենց մոտ աշխատող միգրանտներին փոխանցելու նպատակով։ 2026 թվականի հունվարի 1-ից, սակայն ըստ գործող կարգավորումների այդ աջակցության տրման մեխանիզմը պետք է փոխվեր ու աջակցությունը տրվեր ոչ թե ընկերությունների միջոցով, այլ ուղիղ այդտեղ աշխատող միգրանտներին, ինչը վերջիններիս տեխնիկական խնդրի առաջ է կանգնեցրել։ Մենք որոշել ենք մեխանիզմը փոխել եւ աջակցությունը ելի շարունակելու են ստանալ միգրանտները, սակայն ընկերությունների միջոցով, այսինքն ընկերությունները ստանալու են եւ փոխանցեն իրենց մոտ աշխատանքի ընդունված միգրանտներին, որպեսզի տրամաբանությունը տարընթերցումների տեղիք չտա, նաեւ հստակեցել ենք, որ այդ ընթացքում հարկային պարտավորությունները ընկերությունների համար չեն առաջանալու։ Իսկ հաջորդ կարևոր փոփոխությամբ ավելի լավ պայմաններ կապահովվեն առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների համար։ Ըստ մեր կարգավորումների իրենք ավելի մեծ աջակցություն կստանան։ Նաև հստակեցրել ենք շրջանակը, որովհետև կան ընկերություններ, որոնք Հայաստանում երկար տարիներ աշխատում են, հարկեր են վճարում, սակայն Հայաստանի ոչ ռեզիդենտ են եւ իրենք զրկված էին պետական աջակցություն ստանալու հնարավորությունից, այս մասն ենք հստակեցրել եւ որոշ տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել։ Նախագիծը խորհրդարանը քննարկեց հատուկ ընթացակարգով, այն ընդունվեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով եւ ամբողջությամբ։ Այսուհետ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու դեպքում։ Խորհրդարանը քննարկեց գործադիրի հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Խնդիրը նրանում է, որ գործող կարգավորումներով տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը։ Ի թիվս այլնի դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում փոստային առաքանոց։ Այս համատեքստում է, որ ներկայում հնարավոր չի լինում ապահովել տնային կալանքի տակ գտնվող անձանց կրթության իրավունքի պատշաճ իրացումը։ Առաջարկում է սահմանել, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ։ Օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիներին աճել են ավելի քան 35 անգամ, եթե 2017 թվականին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին աճելով ավելի քան 35 անգամ խաղադրույքների ծավալները հասել են 7.4 տրիլիոն դրամի։
Սոցիալապես խոցելի խմբերին պաշտպանելու ու նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով է, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով։ Հեղինակն առաջարկում է օնլայն կազինոներում սահմանափակող ինքնաարգելափակման համակարգներ դնել։ Օրենքի նախագծով առաջարկում եմ պարտադիր պահանջ սահմանել բոլոր օնլայն կազինոների կայքերի եւ հավելվածների համար, որպեսզի նրանք տեսանելի վայրում ունենան ինքնաարգելափակման կոճակ։ Ինքնաարգելափակման կոճակին սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունը օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով առանց վերաբացման հնարավորության։ Ընդ որում 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին 5 օրը անձը դիմում չներկայացնի այն վերացնելու մասին։ Ինքնաարգելափակմամբ կկասեցվի անձի մասնակցությունը նաև մյուս օնլայն կազինոներում։ Խորհրդարանականն առաջարկում է նաև օրենքով արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք պետության աջակցության, օրինակ նպաստի շահառու են կամ ում միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է։ Պետական աջակցություն ստացող քաղաքացիները չպետք է այդ գումարը տանեն կազինո։ Սա հակասում է սոցիալական քաղաքականության ողջ տրամաբանությանը։ Պետական բյուջեի ֆինանսավորմամբ որևէ ծրագրից օգտվողների համար պատգամավորն առաջարկում է եւս արգելել մասնակցությունը խաղային ոլորտ։ Կարգելափակվի նաև մուտքը նշյալ հարթակներ եկամտահարկի վերադարձից օգտվողների համար։ Նախագծի հեղինակն առաջարկում է նաև խաղերի մասնակցության համար թույլատրելի շեմներ դնել։ Այն չպետք է հատի յուրաքանչյուր տարվա համար քաղաքացու հայտարարագրած եկամտի 20%-ի շեմը։ Վաղուց ժամանակն է արմատախիլ անել ընտանիքներ քանդող օնլայն կազինո կոչվող չարիքի ողնաշարը։ Եվ ես կկոտրեմ այդ չարիքի ողնաշարը։ Կոչ եմ անում եւ խնդրում եմ կողմ քվեարկել օրենքի նախագծին։ Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը ողջունեց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանը, բայց եւ նկատեց. Չեք կարծում արդյոք, որ անգամ այս կարգավորումները արմատապես լուծում չեն տալիս առկա խնդրին, խաղատները գեհ շահույթներ են ստանում։ Հարկերը անցած տարվա իմ նախագծի շնորհիվ մի փոքր մեզ հաջողվել է ավելացնել եւ այս տարի արդեն 23 միլիարդ ավել հարկ են վճարելու այս 4 կազմակերպությունները միասին վերցված եռապատկվել է խաղային турքը։ Ինչ վերաբերվում ինչքանով սա կօգնի 100,000-ավոր քաղաքացիների մուտքը կփակվի։ Դրանք թոշակառուներն են, նպաստառուներն են, տարբեր ծրագրերից օգտվող անձինք եւ նաեւ ինքնաշխատ եղանակով ինքնաարգելափակման միջոցով համոզված են բազմաթիվ քաղաքացիներ կարգելափակեն իրենց կայքը, քանի որ պարտված վիճակում հաճախ այդ որոշումը կայացնում են, բայց որոշ ժամանակ հետո փոշմանում են։ Նախագիծը ողջունում է նաև կառավարությունը, քննարկելի է միայն պատգամավորի առաջարկած մարդու եկամտի 20% խաղադրույք կատարելու մասով սահմանված շեմը, որը ըստ էկոնոմիկայի փոխնախարարի հնարավոր է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխվի։ Խմբակցության անունից խաղային կուլտուրային ու քննարկվող հարցին անդրադարձավ նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։ Վերջի տարիներին բավականին մեծ գումարներ դուրս են հոսում Հայաստանից հենց այդ ապօրինի օնլայն խաղատները ու այդտեղ տեխնոլոգիաների զարգացումը, ասենք կրիպտոյի եւ այլնի նոր մարտահրավերներ է առաջ բերում։ Հիմա ուսաստեղծում եմ իրավիճակ, եթե դու տեղում գոնե վերահսկելի սպիտակ դաշտում գործող գրանցված ընկերությունների վրա ճնշումը շատ ես մեծացնում ու իրանց շատ ես սահմանափակումների տակ դնում, վերջում էլ տանում ես փակման, այդ հոսքը գնալու է դուրս։ Այսինքն մեր առաջնահերթ խնդիրը այս պահին պիտի լինի դրսի չգրանցված ապօրինի կայքերի հասանելիությունը փակենք, որից հետո արդեն կմտածենք այս մասին։ Պատգամավորն անդրադարձավ նաև Հայկ Սարգսյանի առաջարկած 20%-ի շեմին ու այդ մասով կառավարության դիրքորոշմանը։ Մարդկա կարող է եկամուտ չունի, բայց $2 միլիոն խնայողություն ունի։ Այսինքն այդ մարդուն ինչ-որ խաղալ արգելել է, մյուսին թույլատրել է, մի քիչ անիմաստ է։ Երկրորդը հենց իմ այդ նշած այդ սև փողերի հետ կապված սև բուկմեկերական շարժերի հետ կապված ռիսկն է, եւ երրորդն է, որ այդ կարգավորումները կյանքի կոչելու համար մեզ պետք է ունենալ խաղային ոլորտի օպերատոր։ Թունյանը հայտնեց նաև, որ խաղային ոլորտի օպերատորի մրցույթը հայտարարված է 1 ամսից այն կամփոփվի ու հաջորդ տարեսկզբից այդ համակարգը կսկսի գործել մեր երկրում։ Օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ։